Բարև ձեզ, ես Գարգեսյան Արին եմ, սովորում եմ Վազգեն Առաջինի անվան 168 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում։ Մեծ սիրով և մեկ շնչով կարդացել եմ Լևոն Նեսի Բայզակ Միշան պատմությունը, որը կարճ, բայց շատ խորիմաստ ստեղծագործություն է։ Այն ներկայացնում է մարդկային անտարբերությունը և դաժանությունը թույլերի նկատմամբ։ Պատմությունը Միշան մասին է, որը ծնվելուց հետո կորցնում է իր մայրիկին, հետո կորցնում է իր տիրոջը և հայտնվում փողոցում։ Նա մնում է մենակ, սոված և վախեցած, սակայն մարդիկ նրա հանդեպ չեն ցուցաբերում խղճահարություն։ Ոմանք ծաղրում են, ոմանք հալածում, ոմանք էլ պարզապես անտեսում են նրան։ Պատմության գլխավոր հերոսներն են Բայզակը, որը Շան վերջին անունն էր, և Մինասը, որը Շանը հանդիպած միակ բարի և հոգատար մարդն էր։ Չնայած որ պատմության մեծ մասը պատկերում է մարդկանց անտարբերությունը, այն նաև հիշեցնում է, որ այս աշխարհում կա նաև բարություն, սակայն այն հաճախ անտեսված է մնում։ Բայզակ Շան պատմությունը սովորեցնում է մեզ լինել ավելի բարի և կարեկից նրանց նկատմամբ, ովքեր չունեն պաշտպանություն։ Հեղինակն իրենց գործով քննադատում է այն հասարակությանը, որ ուշադրություն չի դարձնում լքվածներին ու անօգնականներին, լինի դա մարդ, թե կենդանի։ Հուսով եմ ձեզ նույնպես դուր եկավ Բայզակ Շան պատմությունը, և դուք նույնպես կընթերցեք այն։